գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բոսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Դեմդ նա յարա, հո դու շարժ ես, ով է գիշերվա կեսին հելում աշնի դեմը, խոսա արա, լեզուտ կուլ տվիր, սայնց հետո որ փողը ստանցնես դեմդ նայի նոր անցի։ Ապերիս կարող է դու մի հատ մինչև ղեկին նստելը փորձես հասկանաս ի վիճակի ես քշես թե չէ կամ կողքերդ նայում ես գազ տալուց առաջ։ Մի երկարացրու հել հավաքվի գնաս դուց։ Մեկը չի օգնի ինձ, ամեն ինչ ես պիտի չի անեմ։ Դուր։ Դե, մենք մտածեցինք քո հյուրն է եկել, բայց փաստորեն ֆուդմաստերի առաքումն է։ Քո հյուրը? Բա ասում էիր պապայի հյուրն է։ Պապայի հյուրն է, ուղղակի արփին էլի խառնում է։ Լավ, ինչ անեմ այս տոպրակները։ Արի տանենք խոհանոց։ Չես կարողանում, չէ՞, լուր մնաս։ Կներես։ Սարա ինչ եղար։ Եկա։ Բա, այսօր են, զանգը տվեցին, ես մտածեցի Դավթյանն է։ Դավթյանը։ Դավթյանը իմ զինվորն է, այսօր միասին ենք ընտրելու, չեն ասել։ Չէ, ասել են, ուղղակի առաքումներ ընդամենը, տարան ու Սարան տարան խոհանոց։ Բայց իրանից չի, ինչի է ուշանում։ Սարա։ Արա դու գիտես ես ով եմ որ հետս տենց ես խոսում։ Կամ գիտես իմ հերն ով ինչ կարամ անեմ ես քո հետ։ Ապեր որ սենց քեզ ընդհանուր նայում եմ, պատկերացնում եմ դու ով ես, հորոտը ընդհանրապես չեմ ուզում ճանաչեմ։ Որ ճանաչեր այսպես չէիր խոսա։ Ախպեր ասում եմ ես քեզ սենց տեսնում եմ, ոտից գլուխ պատկերացնում եմ դու ով ես ու ինչ ես էլի ընդհանուր։ Մենք ոնց որ իրար լավ չենք հասկանում։ Արա ես քեզ կսատկացնեմ, արա։ Քիչ ես։ Ախպեր դու խմացի հոտ չեմ առնում ես, դու ինչերի տակ ես ընկեր որ քեզ սենց ես պահում։ Որ քեզ չես կարող տիրապետ ես ախպեր, խես քեզ սենց կորցր է։ Արա ես քեզ կկորցնեմ, պապայի արև բան եմ ասում։ Լավ ապեքել մի երկարացրել, հա։ Ձեռս թող։ Արա դե քեզ։ Ձեռս թող ասում եմ։ Անանգի առաջ արա։ Արա ես քեզ շուտրանից պիտի տակով անեի, որ գլուխս չտանեի։ Ահա, ապես ուսում մնա նստի ավտո։ Ասում եմ ձեռս թող արա։ Դե վերենգի արա։ Արես իմ ավտոնը ինչ ես անում։ Այդ հանգստացի հələ ով ասում քո ավտոն չի։ Հանգստացի ասա որտեղ է գնում։ Քեզ ինչ։ Արա որ հարցնում եմ ուրեմն ինձ վերաբերվում է, չէ։ Ասա որտեղ ես ապրում, քեզ տանեմ հասցնեմ տուն, ես վիճակով մեքենա չքշես։
Ես տուն չեմ գնում։ Ապե, բայց ոնց որ այդքան էլ վատ տղա չես։ Արի գնանք Տյոմիկի մոտ։ Գիտես Տյոմիկը ինչ թույն աղջիկի հետ կծանոթացնի, մեկը մեկից ծիտ։ Քիչ արա։ Լավ ախպեր, ես հասկացա։ Ես կորոշեմ ու ենք գնում։ Ասում եմ քշի Տյոմիկից մոտ։ Արա հանգստացի ասում եմ մի հատ։ Ռոզա։ Այ Ռոզա։ Ինչ ես անում։ Արի, Ուր։ արի կասեմ։ Ուր եք գնում։ Քո գործը չի դու քնի։ Մաներ, Ռոզային հանկարծ չնեղացնես։ Ասեցի քնի։ Չեմ հասկանում, ով է այդ զինվորը, որ մենք բոլորս նստած սպասում ենք, թե ինքը երբ պիտի բարեհաճի գա։ Տարոն կլինի այդպես չխոսես։ Հիմա papan կգա ու քեզ կլսի։ Երեկոներս մի փչացրու, հա։ Եկեք սեղանի մոտ։ Այսօր մենակ ենք ընտրելու։ Բայց այս պատմական հյուրը Դեպքը պատահել չի կարող գալ։ Հո լուրջ բան չի եղել։ Չէ, նոր ձև է։ Մարդկանց սպասացնում են ու չեն գալիս։ Քեզ ինչ որ օգնելու բան կա, Սար։ Ես կօգնեմ, Սարային։ Ինչ ես քեզ ես բամաներ։ Արդեն ասեցի, ուզում եմ որ փասափուսեքդ հավաքես ու գնաս տեղից։ Չես հասկանում ինչ եմ ասում, գնաս տեղից։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Կծեծեմ քեզ։ Ես էլ Ռոզային կասեմ։ Դու մի քանի օր ինչ ստեղ ես, իսկ ես Ռոզայի հետ արդեն մի քանի տարի է ապրում եմ։ Ես քեզ տեղություն չեմ տա, մանե։ Քո ներկայությունը իմ համար արդեն նեղություն է, խանգարում ես ինձ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Ես ասեցի քեզ, եթե մնացիր, ես քո վերջն է լինելու։ Ապեր ինչ ես ուզում ինձանից, ինչ ես կպեպոք չես գալի։ Որ չես հասկանում, լավ արի բացատրեմ ինչ եմ ուզում։ Դու ես քո անադեկվատ վիճակով դուրս ես գալու ու լրիվ անմեղ մարդկանց ճակատագրերի կյանքի հետ ես խաղալու։ Մի հասկանում ես ինչ եմ ուզում եմ որ ես անպատասխանատու վիճակով չնստես ղեկին։ Հա իբր ինչ եմ անում որ։ Հենց այդ է որ ոչ մի բան էլ չես կարող անես ախպեր։ Մաքսիմում կարաս նստես, գնաս ինչ որ մեկի կյանքը։ Հա ինչի է դես ով է որ։ Հարցել հենց այդ է որ դու ոնց հասկանում եմ ոչ մեկ ես։ Քո առանց այդ քո հոր փողերի, առանց այս անիմաստ ավտոյի ոչ մեկ ես ախպեր, հարցը հենց դրանում է։ Դու ինչ չգիտես, տես մի խոսա։ Ես ինչքան գիտեմ, ինձ լրիվ հերիքա կարծիք կազմելու համար ախպեր ես, քեզ վստահ ասում եմ։ Քո ունեցածը այսքանն է ու հորդ փողերը։ Ասում եմ դու ինչ չգիտես, տես մի խոսա։ Արա գիտես ամենացավոտ հարցը որն է։ Որ լիքը արժանի տղեկ են գնում այս կյանքում, քոպես անպիտան գյադեքի հիմար։ Ու դուսկի կյանքի գինը չես է հասկանում։ Այդ է ամենացավալին։ Գոնե երրաբլուրի տեղը գիտես արա։ Իջի ավտոյցս։ Ես վիճակովը չքշես ես ավտոտ։ Տաքսի կանչի գնատում, առավոտ կգասես մաշտիտ հետևից։
Ձյոմ լրվել եմ արի հետևիցս։ Ապեկա մարի հետևիցս կամ ռադ եղեք, այսօր ես չկամ։ Հա։ Հեսա լոկացիա կուղարկիմ։ Լավ։ Պապ, մենակ ես։ Ոնց տեսնում ես։ Ես ասուրա։ Սենյակում։ Ինչ է եղել տեղը չես գտնում։ Ոչ Արենն է տանը, ոչ Արփին, մահերը որ իմացել է։ Արփին ճանապարհին է, տղայիցդ լուր չունեն։ Հա, խոսել ես Արփի հետ։ Չէ, մատիցս հոտ եմ քաշել։ Լավ էլի պապ, քեզ էլ հարց տալ չի կարելի։ Կարելի է, ինչու՞ չէ։ Բայց հարցը պիտի իմաստ ունենա։ 1000 եմ ասել։ Հարց, որի պատասխանը դու գիտես, իզուր մի տուր։ Սկսվեց։ Ինչ։ Ոչ մի բան, պապ ջան, ոչ մի բան, ասում եմ գնամ Արենին զանգեմ։ Հիմա ինչ, ամբողջ ճանապարհին չես խոսալու հետս։ Գիտես, մտածում եմ անիմաստ համաձայնվեցի դու ինձ տանես։ Պետք է տաքսի կանչեի։ Այսինքն ես քո համար այնքան անտանելի եմ, որ գերադասում ես տաքսիով գնաս տուն։ Ուղղակի իմ համար ահավոր է այն փաստը, որ դու անընդհատ խոսակցությունը մի տեղ ես տանում։ Իմ համար էլ Արփի։ Բայց եթե դու ասես, որ մեզ մի հնարավորություն կտաս։ Տարոն, քանի անգամ պետք է ասեմ, որ հասկանաս։ Տենց բան չի կարա լինի։ Ուրեմն ասա, որ կլինի։ Ուրեմն ասա, որ երկուսիս էլ մի հնարավորություն կտաս Արփի։ Չէ, ես ինչ էլ ասեմ, դու քո ուզածն ես լսում։ Արփի, դու չգիտես ես ինչ եմ զգում։ Տարոն, Դու չգիտես, բայց ես գիտեմ Արփի, որ այդ սերը այնքան մեծ է, որ եթե դու իմ կողքը չլինես կամ իմը չլինես, ես սաղին կվառեմ։ հոգնել եմ ես նույն բանը լսելուց։ Իսկ ես չեմ հոգնել քեզ սպասելուց, ու չեմ էլ հոգնի։ Ուզես թե չուզես իմն ես լինելու։ Պապ, բայց ինչ ես գնում արտադրամաս։ Ուզում եմ գնում եմ։ Մոռացել ես, որ այդ արտադրությունը ես եմ հիմնել։ Չեմ մոռացել։ Ուղղակի ինձ վիրավորում է այն փաստը, որ դու ինձ չես վստահում։ Իսկ ոնց վստահեմ։ Երբ գործից գլուխ չես անում, օգնության համար էլ ոչ մեկին չես դիմում։ Այ պապ ջան, ո՞նց ես հասկանում, որ ամեն ինչ ինձնից չի կախված։ Դե ես չեմ կարող բոլորի փոխարեն աշխատել։ Դու նույնիսկ քո փոխարեն չես կարողանում աշխատել, որ մնաց բոլորի։ Մահեր։ Խորենիչ, կարող ես որ հանգիստ նախաճաշենք։ Քո կարծիքով ես չեմ ուզում հանգիստ նախաճաշեմ, բայց դե կնոջը դու էլ գիտես, ես էլ։ Բալես, բայց չէիր ասել, որ Տարոնի հետ ես երեկոն անցկացնելու։ Իո։ Գինացները քաղցրանում են։ Ես Սարայից ընտանիքի հետ եմ անցկացրել երեկոն ու չգիտեի մամ, որ Տարոնը այնտեղ է լինելու։ Դե չէ, այնպես ես դեմ եմ։ Ուղղակի ասում եմ, որ Մամ, ուղղակի տուն է բերել Տարոնը ինձ, այդքան բան։ Այլի մամա, ինչ ես տենց խառնվել։ դուք այստեղ խառնված մամա տեսաք։ Ոնց որ գրվի կեսից լինեք, երեխեք։ Ձեր հետ խոսել չի լինում, անպայման ամեն թեմա պետքա շուրտակ իմ դեմ։ Լավ, դուք ձեր հաճելի թեման շարունակեք, ես գնացի։ Ուշ ես գալու։ Կգամ, երբ կվերջացնեմ։ Քեզ տանեմ համալսարան։ Չէ, պապ ջան, ես այսօր մի քիչ ուշ եմ գնալու։ Դու հանգիստ գնա։
Լավ, ես էլ դուրս կամ։ Պապ, սպասի, ես գալիս եմ։ Ուր ես գալիս։ Այդ երբ ես եկել, որ այսօր գալիս ես։ Այսքան ժամանակ չեմ եկել, հիմա ուզում եմ գալ։ Չի կարելի։ Մարի։ Գեր։ Մամայի գլխի մեջ ինչ հեղափոխությունա չեմ ջողում։ Արեն, մամայի մասին ես խոսում։ Նորմալ խոսա։ Հա ինչ, սխալ եմ ասում։ Վայ, պապին հեռախոսը թողել է։ Տուր ինձ, ես կտանեմ պապիս հեռախոսը։ Լավ։ Ալեք ինձ ու Նազին կտանես արտադրամաս ու չսպասես, տուն կգաս։ Ոնց հետ չեմ բերելու։ Չէ, ես հետո պիտի ընկերոջս տեսնեմ։ Այ հետո երեկոյան տեղ ունեմ գնալու։ Շատ լավ։ Պապի, Հաջան, հեռախոսը տունն էր մոռացել։ վերջապես մի կարգին բան արեցիր։ Իմիջալո ծանոթացիր, Թորոսա։ Դու։ Բարև, Արեն։ Ես կատակ, հա։ Ինչ անում ես այստեղ։ Կարգին խոսի։ Նորմալ է Գերամ Խորենիշյան, կարծում եմ երեկվանից հետո շատ է մտածմունքների մեջ ընկել, դրա համար իրան սենց է պահում։ Երեկվանից դուք ճանաչում եք իրար։ Չէ, ուղղակի երեք պատահաբար հանդիպեցինք, անգամ չգիտեի, որ ձեր թորն է։ Ոչ, բարով։ Նա ավելի պապի։ Ասենք ինչի ես ինձ սրա մոտ վիրավորում։ Ինչ։ Կարող ես սխալ եմ ասում այդ տղա։ Պապ, գնանք։ Գնացինք։ Արեն։ Բարև ձեզ, պարոն Նորիկյան։ Բարև։ Ինչ կա չեն երևացել։ Չէ։ Իսկ այն Ալեքի վրա ուրիշ ինֆո չկարեցար իմանաս։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ ինչ որ մեկը Ալեքի հետ կապված, սաղ ինֆորմացիան փակ է պահում։ Չեմ հասկանում, Վարդան, ով պետքա տենց բան անի կամ ինչի համար։ Ես էլ չգիտեմ, բայց ավելի լուրջ ինֆորմացիա, որ կարողացել եմ գտնեմ, չկա։ Ուրեմն հետևի դրան, Վարդան։ Եթե պետք է այդ նոր տղերքից էլ պոչին նստացրեք, թող վրան հետևից։ Շատ լավ։ Իսկ Արփի Ադոնցին էլ հետևենք։ Քեզով Արփի մասին բան ասեց Վարդան։ Դե նկատի ունեի։ Նկատի կունենաս այն ժամանակ, երբ որ քեզ ինչ-որ բան կասեմ։ Իսկ հիմա արա այն ինչ որ ասել եմ։ Հասկացա, պարոն Նորիկյան։ Հիմա ազատ ես։ Բարելույս, կներեք, որ առանց ձեզ ներխուժել եմ ձեր աշխատասենյակ։ Հուսով եմ լուրջ բան չկա։ Տվյալների վերլուծության հետ կապված ձեր կարծիքներ հետաքրքիր։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ-որ հետաքրքիր բան կա։ Ինչի հետ կապված։ Ուշադիր սենյակս եք ուսումնասիրում։ Պարզապես զարմանում եմ, որ ոչ մի անձնական ինչ չկա։ Ամեն ինչ շատ աշխատանքային։
Կներեք իհարկե։ Դա նրանից է, որ չեմ սիրում անձնականս աշխատանքի հետ խառնել, հատկապես մեր աշխատանքի։ Պարզա։ Իսկ այդպես բարդ չի։ Ինչի մեր գործի մեջ հեշտ բան կա։ Երևի ցանկացած մասնագետ իր ոլորտի մասին նման կերպ կարտահայտվի։ Երևի, բայց ես էլ դուք էլ լավ գիտեք, որ զինվորականի աշխատանքը լրիվ ուրիշ է։ Ուրիշ պահանջներ ունի, ուրիշ պատասխանատվություն, նվիրում։ Դե ինչպես ցանկացած գործի մեջ մեր ոլորտում էլ թերացողներ կան։ Կան։ Թույլ կտակ պարոն փոխգնդապետ։ Արի Նորիկյան։ Բարելիս կապիտան Նորիկյան։ Բարացես։ Հուսամ սուրճը ինձ համար էր։ Դե հա, ամբողջ հրամասով ձեզ եմ ման գալիս, որ սուրճ ջուրացիրեմ։ Մեր աշխատանքի եւս մեկ նվիրյալ։ Մի րոպե, ինչ-որ բան եմ բաց թողել։ Մենակ մի բաժակ սուրճ։ Ավելի ուշ կգամ ձեր կարծիքի հետևից։ Շնորհակալ եմ սուրճի համար։ Խնդրեմ։ Խնդրեմ պարոն փոխգնդապետ։ Շնորհակալ եմ։ Բայց դու ոնց որ մնացիր առանց սուրճը։ Ես պատրաստ եմ ամբողջ կյանքում մնամ առանց սուրճ։ Վաղուց քեզ այսպես չէի տեսել։ Ալո, լսում եմ Ալեք։ Ճիշտ ասած զանգել եմ SMS-ից պատասխանն իմանամ։ Հա, ինձ որ գրեցիր, այդ պահին զբաղված էի, հետո մոռացակ պատասխանեմ։ Գիտես եմ, մոռացան մի տեսակ վիրավորական անջում։ Չէ, ուղղակի պիտի գրեի, որ շատ խառնեմ ու լիքը գործեր ունեմ։ Փաստորեն քաղաքավարի ձևերով մերժում ես էլի առաջարկս։ Դե հա, տենց է ստացվում։ Լավ, չխանգար եմ, ինչ հանդիպում։ Ինչ հանդիպում։ Ալեք, Հա, բարացես Սառա ջան։ ինձ թվում էր դուք պահով պայմանավորվել էինք։ Ճիշտ ես, կներես։ Իսկ մենք քեզ 3 երկար սպասեցինք։ Հա, Սառա ջան, իրականում երեք շատ անհարմար իրավիճակի մեջ էի, չստացվեց գալս։ Դե ոչինչ, պատահում է։ Բայց դե կարծում եմ պետքա երեկվա երեկոն տեղափոխենք ուրիշ օր։ Հա, երեք պարոն Նորիկյաններ էր այդ ասում։ Այդ դեպքում մենք երկուսով կկազմակերպենք ընթրիքը, իսկ պապային անակնկալ կանենք։ Լավ։ Ինչ-որ բան են չի։ Չէ, ուղղակի չեմ հասկանում այս շտապողականության իմաստը։ Ոչինչ։ Այսինքն հետո կհասկանես։ Գիտես։ Կոդը բացի։ Լավ։ Էս իմ համարն է։ Գրանցի, կզանգեմ, կպայմանավորվենք։ Ոնց ասես, շեֆ ջան։ Պապան էլ է ինձ շեֆ ասում։ Այնպես որ շատ հաճելի է, որ դու էլ ընդունեցիր այդ փաստը։ Անպայման կզանգեմ։ Շատ լավ։ Վերջ, դե ես վազեցի, թե չէ դասից ուշանալու եմ։ Առայժմ։ Առայժմ Սառա ջան։ Խոսի Նազոր ջան, խոսի, մեջդ մի պահի, կտրաքես։ Ինչ խոսեմ։ Ինչի համար խոսեմ, մեկը խայտարակ արեցիր։ Ես եմ քեզ խայտարակարել։ Ես մեղավոր եմ, որ արտադրությունը քանի օր է սկսված է, իսկ դու ոչ մի գաղափար չունես այդ մասին, մի հատ չես էլ գալիս, չես հետաքրքրվում։ Պապա, այդ ամեն ինչի մեղավորը Գևորգյանն է։ Ինքը ինձ չի ասել, որ հումքը տեղ է հասել։ Գևորգյանը չի ասել, որովհետև ես եմ արգելել, որ ասի, որպեսզի դու ինքդ գաս հետաքրքրվես, մարդկանց հետ խոսես։ Չէ,
Դու դա արել ես, որպեսզի իմ վրա ծիծաղես, ու շնորհավորում եմ, ստացվեց։ Իմ նպատակը մի բան է, որ դու վերջապես հասկանաս, որ մարդկանց հետ պետք է խոսես, շփվես, հասկանաս նրանց։ Բայց ով ասեց, որ ես մարդկանց հետ չեմ խոսում։ Դու գոնե գիտես, ես օրը քանի հոգու հետ եմ հանդիպում։ Դրսերում ում հետ ասես հանդիպում ես, դա գործի հետ ինչ կապ ունի։ Իսկ պապա, ինձ կբացատրես, ես աշխատողների հետ հանդիպեմ, ինչ անեմ։ Փող ենք տալիս, թող աշխատեն։ Ամեն ինչ փողով չի։ Դու իսկապես ոչինչ չես հասկանում։ Պապա, ախր ես այդ մարդկանց հետ ընդհանուր ինչ ունեմ, կարաս ասես։ Դու այդ մարդկանց հետ գործ ունես, աշխատանք ունես։ Այդ մարդիկ քեզ համար են աշխատում վերջապես։ Մեր ընտանիքի համար են աշխատում, մեր բարօրության համար։ Բարեգործական են աշխատում, փող չեն ստանում, գաղափարի համար ուղղակի աշխատում են, չէ՞։ Նորից փողից ես խոսում։ Դու իրոք ոչինչ չես հասկանում։ Պապա, ինչ ես ուզում, որ ես հասկանամ։ Ես ինչ անում եմ, դու դժգոհ ես։ Ես մեջտեղից երկու կես էլ լինեմ, մեկը դու դժգոհ կլինես։ Ես քեզ Նազիկ ջան, երեխայի պես պարզապես դաս եմ տալիս, որ դու վերջապես խելքի գաս, հասկանաս։ Իսկ չես կարծում, որ դասերիդ համար արդեն ուշ է, պապա։ Ինձ թեւու թիկունք է պետք։ Իսկ դու։ Ես ինչ։ Թե դու ինչպես միշտ բացակա ես։ Հա, դու միշտ էլ բացակա ես եղել։ Միշտ էլ ես ու մաման մենակ ենք եղել, բոլոր արարողություններին, միջոցառումներին դու միշտ չես եղել, իսկ հիմա շատ պատահական որոշել ես, որ այ հիմա դասեր տալու ժամանակն է։ Այ խելոք, դու ինչ ես կարծում, եթե ես ամբողջ օրը ձեր կողքին նստեի, ես ամեն ինչ օդից էր գալու, ես ամեն ինչ արել եմ, որ դուք տանիք ունենաք, հագնելիք ունենաք, ուտելիք ունենաք, վերջապես։ Իսկ ես հոր կարիք ունեի, պապա, հոր, ու հիմա էլ ունեմ, իսկ դու շարունակում ես ինձ ցավեցնել։ Ես քո մասին եմ մտածում, ուզում եմ, որ խելացի լինես, որ վաղը մյուս օր ինձանից հետո ես ամեն ինչը հոտս չցնդի։ Դե ուրեմն օգնի, պապա, օգնի, մի մեղադրի, մի քննադատի, օգնի։ Ուզում ես քեզ հասկանան, սովորիր մարդկանց ցավերի մասին լսել, սովորիր նրանց հասկանալ։ Բա ինձ ով լսի, ինձ ով հասկանա, պապ, ով։ Մանե, թող իմ փողերը։ Ուզես չուզես տալու ես այսօրվա աշխատածդ, եթե չէ զորով կվերցնեմ։ Մանե, չեմ տալու, ինչ ուզում ես արա։ Տուր ասեցի։ Թող իմ փողերը։ Տուր ասեցի։ Ամբողջ դասի ընթացքում կյանքս կերար, Սառա։ Ինչ ա եղել, ինչ էր եղել, որ սա ցեցոտել էիր ու չէիր ամբերում դասը վերջանա ասես։ Արփի չես պատկերացնի ինչ եղել։ Ես այսօր վերջապես հասկացա, որ բախտավոր աստղի տակ եմ ծնվել։ Սկիզբը դուրս եկավ, արդեն լավ է, հետո։ Չեմ ասելու։ Փորձի նայես աչքերիս փայլին ու կռահես։ Լսի դու խել առես։ Ես ո բախտագուշակ չեմ, տենց ոնց հասկանամ։ Չէ կռահի։ Հիմա էլ սենց ես ներվերս ուտելու, Սառ։ Արփի այն ժամանակ ասում էի չէիր լսում, դե հիմա կռահի։ Լավ, սպասի մտածեմ։ Տարոնը քեզ ավտոմեքենա է առել։ Չէ, ավելի լավ բան է եղել։ Ավելի լավ բան։
բայց իմ իմանալով այդ քո ամենամեծ երազանքն էր։ Լավ, սպասի։ Կարողա Տարոնը միանգամից ինքնաթիռ առել քեզ։ Չի արփի ինքնաթիռ ինչ է սրա դիմաց։ Նայ սիրտս ոնց է խփում, խնդրում եմ գոշակի։ Սարա, հերիքա կյանքս ուտես։ Ուղղակի ասա ինչ ա եղել, շուտ արա։ Արփի։ Այսօր հանդիպել եմ իմ կյանքի իմաստին։ Թու, ոնց չէի հասկացել միանգամից։ Հա, եթե ինձ լավ ճանաչեիր, կասեիր, տեսնում ես, որ ինձ լավ չես ճանաչում։ Հետ լավ ճանաչելու հետ կապ չունի։ Ուղղակի դու անկանխատեսելի ես ու ես երբեք հստակ չեմ կարող ասեմ այդ պահին ինչի են աչքերդ փայլում։ Լավ, դե պատմի, շուտ արա, պատմի տեսնեմ ինչ ա արել քո սպիտակ ձիով ասպետը, որ սենց երջանկությունը չի իջնում դեմքիցդ։ Հեչ, ներողություն խնդրեց, որ չստացվեց գալը երեկ։ Հետո։ Դե պայմանավորվեցինք, որ այսքանի օրը մեր տանը կհանդիպենք։ Ոյ Արփի, չես պատկերացնում, ինչքան լավ տղա է Ալեքը։ Լրիվ ինձ համար է ինքը, չգիտեմ։ Հե Ալեք, ոնց անցնում առաջորդը խորենիչի հետ։ Լավ ախպեր, բողոքելու բան չունեմ։ Խորենիչից բողոքելու տեղ էլ չես ունենա ախպեր, խորենիչի տիպա։ Հա, հետաքրքիր մարդ է։ Հաստատ հետը չես ձանձրանա։ Իսկ թորան մասով ինչ կասես, ինչ ձևի տղա է։ Տղա է էլի, մեր նման հասարակ մահկանացուների իր նմաններ ինչ են հասկանա։ Հա, այն գլամուր տիպերից է, էլի։ Թեմա է եղել հետը։ Չէ, հա, ուղղակի կարծիքը դեռ հետաքրքիր։ Անշարժ տղա էլի ինքն իր կյանքով։ Դու չբզբզաս ինքը քեզ կյանքում չի էլ կպնի։ Հասկացա։ Կներես, ախպերս։ Ալո։ Ալեք Դավթյան, Լուսայի գործով քննիչն է։ Հա, լսում եմ ինչ-որ նորություն կա երեխու հետ կապված։ Ցավոք ոչ այնքան լավ նորություններ։ Ոնց ինչ ա եղել երեխուն։ Ծառահեղ ծանր վիճակում երեխա են տեղափոխել հիվանդանոց։ Արփ, բայց չեմ հասկանում ինչի է Ալեքի մասին այսքան հարցեր տալիս։ Ինչ-որ բան կա։ Չէ, ինչ պետք է լինի։ Ուղղակի որ այսքան ոգևորված ես խոսում այդ տղայի մասին, ասեցի մի քանի բան հարցնեմ։ Այն Գյադենովա, որ պապին իր մոտ գործի ընդունել։ Ում մասին ես խոսում։ Դե տալիքա, ինչա դրա։ Պապիկիդ բարով։ Երեք ինձ մի կերպ զսպեցի Արփիի մոտ, որ պապայի հետ չվիճեմ։ Վաղն էլ քեզ մի քիչ զուսպ կպահես։ Ուզում ես ասես, որ պատրաստվում եմ Արփիենց ընտանիքին եւս հրավիրել։ Զինվոր ճանապարհին նայ, ոչ թե հեռախոսի էկրանին։ Անհանգիստ եմ, պարոն Պուկինդոպ։ Ինչ ա եղել։ Ալեքի համար եմ անհանգիստ։ Ինչ որ բան ա պատահել։ Այսօր դու քեզ նման չես, ինչ որ բան ա եղել։